Ողջույն սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի Հայաստանի Հանրապետության Սուրբ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, հավատացյալ մարդիկ ջան։ Ուրեմն համացանցում մեզ բոլորիս հայտնի խմբակը, ովքեր 2018 թվականից միջ առեսօրս չհամակերպվելով հայ մարդու որոշման հետ ամեն առիթ օգտագործել եւ օգտագործում են, որպեսզի իրենց ոռնոցներով հանդես գան եւ իրենց կենսագրությունը, իրենցով լինելը, իրենց ծնված օրվանից եւ միջև իրենց վախճանը տարբեր տեսախցիկների առջև, տարբեր հեռուստալիքներում կոմենտների տեսքով հայտնել են, հայտնում են, իսկ թվում է դեռ հայտնելու են։ Մեզ բոլորիս իմացած հայտնի այդ խմբակը հիմա էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջվա գրառումը նորից վերցրել են, ասում են, օй, այս ամեն ինչը պրծան, մեկ էլ հասել եւ հարձակում են եկեղեցիների վրա։ Անձամբ ես, ինչպես ասել եմ, հիմա էլ ասում եմ։ Դա, գիտես ինչ, դա որևէ մեկը մեղք չունի, որ ձեր նման աբիժնիկները, ովքեր տառապում են տգիտությամբ, աբիժնիկությամբ, որ միջև հիմա չեն հասկացել, որ ոչ թե եկեղեցիների վրա է հարձակումը, հայ առաքելական եկեղեցու Աստծո տան վրա է հարձակումը, այլ հարձակումը, եթե միտեղ հարձակում կա, հարձակումը արդեն իսկ եկեղեցիների վրա հարձակվածների վրա է հարձակվածը, ոչ թե եկեղեցու վրա է հարձակումը, այլ Աստծո տները արևանգացի կամ արևանգացների վրա է հարձակումը։ Այդ տարբերությունը դուք պետք է զգաք, ոչ թե եկեղեցու վրա են հարձակվել կամ հարձակվում, այլ հարձակվել եւ հարձակվելու են, այո, արդեն իսկ եկեղեցիների վրա հարձակվածների վրա։ Էլ մի բերեք ձեր այդ ոռնոցներով, տարեք կապեք նրա հետ, որ այ հավատացյալ մարդիկ եկեղեցիների վրա են հարձակվել։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի մարդիկ, 2018 թվականում հայ մարդը Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն արեց, ինչ պետության վրա հարձակվեց, 2018 թվականին, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ հեղափոխություն եւ մինչեւ հիմա այդ հեղափոխությունը իր ավարտին չի հասել եւ ամեն օր այդ հեղափոխությունը շարունակվում է, ինչ հայ մարդը հարձակվել է պետության վրա, ոչ, հայ մարդը չի հարձակվել պետության վրա, հայ մարդը հարձակվել էր արդեն իսկ պետության վրա հարձակվածների վրա, հայ մարդը հարձակվել էր, որ հայ մարդու պետության վրա արդեն հայ մարդու եւ Հայաստանի Հանրապետության պետության հետ կապ չունեցածների վրա, եւ այո, հայ մարդը ազատեց արևանգված Հայաստանի Հանրապետությունը, այո, հայ մարդը ազատագրեց իր սեփական պետությունը ռոպախ սերժական խոլիգանական մաֆիայի արևանգությունից եւ միջև հիմա հայ մարդը ռոպասերժական խոլիգան մաֆիայի արևանգությունից ազատում է իր սեփական պետությունը։ Այդ ինչ խոսույթի ձև է, այդ ինչ բան է, տեսեք հայելի տես դուք տենց սրտացավ եք, ամենահավատացյալ մարդիկ եք, տենց կարում եք, հա, ոռնոցներուդ կապեք եւ ասենք ոնց ձեզ հարմար է, այն ձև էլ ուզենաք հանրությանը ինչ որ բան լսեցնեք։ Հանրությունը շատ լավ գիտի։ Հանրությունը շատ լավ գիտի, որ այս հարձակումը ոչ թե այս խոսույթը, այս խոսույթը ոչ թե եկեղեցիների վրա է, ոչ թե մարդիկ հարձակվում են եկեղեցիների վրա, այլ մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ հայ մարդիկ այո հարձակվում են արդեն իսկ եկեղեցիների վրա հարձակվածների վրա։ Եվ հայ մարդը ինչպես 2018 թվականին եւ միջ առեսօրս պայքարում է իր սեփական պետության վերջնականապես ռոպասերժական խոլիգան մաֆիայի արևանգությունից ազատելու համար, այդպես էլ հայ մարդը ազատագրելու է եւ փրկելու է եկեղեցիները Գարեգին բի եւ իր մաֆիայի արևանգությունից։ Այո, Գարեգին բն Աստծո տունը, Գարեգին բն
եկեղեցու կարևորությունը, եկեղեցու արժեքը, եկեղեցու բարձր դիրքը շահարկում է, օգտագործում է իր անձնական շահերի համար։ Գարեգին բն եւ իր խուժան ավազակ աշակերտները ատելության լցված հայ մարդու որոշման վրա, Գարեգին բն իր խուժան զավակների հետ աբիժնի կպած հայ մարդու որոշման վրա եկեղեցու կարևորությունը օգտագործում է որպես վրեժխնդիր։ Գարեգին բն վրեժխնդրության լցված, ատելության, աբիժնիկության լցված անձամբ Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ հայ մարդու ընտրության որոշման հանդեպ եկեղեցու կարևորությունը օգտագործում է որպեսզի վրեժխնդիր լինի հայ մարդու ընտրությունից, չհամակերպվելով հայ մարդու որոշման հետ։ Գարեգին բն ոչ թե ծառայում է Աստծուն ու տան մեջ, որ սքեմի տակ թաքնված է, ոչ թե ծառայում է Աստծուն, ոչ թե քարոզում է Աստծու խոսքը, ոչ թե ներկայացնում է Աստծուն, այլ ինքը այո սքեմի տակ թաքնված վրեժխնդիր լցված հայ մարդու որոշման հետ, չհամակերպվելով հայ մարդու որոշման հետ, Աստծո տունը, Աստծո տան կարևորությունը օգտագործում է հայ մարդու կողմից մերժված խուլիգան մաֆիայի սատկած քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար։ Եվ ուրեմն Գարեգին բն, որ ոչ մի կապ չունի Աստծո տան հետ, եկեղեցու հետ, Գարեգին բն պետք է հեռանա եւ Գարեգին բն, եթե իր համոզկակով չհեռանա, այո, հավատացյալ մարդիկ Գարեգին բնին կհեռացնեն Աստծո տնից։ Գարեգին բնին հավատացյալ մարդիկ շատ հանգիստ, կուլտուրական, ինչպես որ 2018 թվականին հեռացին ռոբասերժական խուլիգան մաֆիային, ովքեր որևէ կապ չունեին հայ մարդու հետ, հայոց լեզվի հետ, հավատքի հետ, աղոթքի հետ, Հայաստանի Հանրապետության պետության հետ, այդպես էլ Գարեգին բնին կհեռացնե Աստծո տներից, որ որևէ կապ չունի Աստծո եւ հայ առաքելական եկեղեցուների հետ։ Այո, ինչպես ռոբասերժական խուլիգան մաֆիան, որ հայ մարդը 2018 թվականին մերժեց եւ այո հարձակվեց անձամբ հենց իրենց վրա եւ հեռացրեց։ Այդպես է Գարեգին բնի վրա կհարձակվե եւ հայ առաքելական եկեղեցիները կփրկեն արևանգությունից, Գարեգին բնի արևանգությունից։ Ուրեմն այս հարձակումը ոչ թե եկեղեցիների վրա է, այս հարձակումը ուղիղ անձերի վրա է, ուղիղ անձերի, անուն ազգանունների, ովքեր արդեն իսկ հարձակվել են եկեղեցիների վրա, ովքեր եկեղեցիների կարևորությունը օգտագործում են իրենց անձնական վրեժխնդրության համար, որպեսզի վրեժխնդիր լինեն հայ մարդու ընտրությունից, ովքեր եկեղեցիների կարևորությունը օգտագործում են հայ մարդու կողմից մերժված քաղաքական խուլիգան սատկած բանդայի քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար, ովքեր բոլորին ծառայություն են մատուցում բացի Աստծուն, բացի Հիսուս Քրիստոսին, բացի եկեղեցուն, բոլոր թեմաների մեջ կան, բոլոր խաղերի մեջ կան, բոլոր խոսակցությունների մեջ կան, բացի եկեղեցական խոսակցության, բացի Աստծո խոսակցության մեջ։ Բոլորին կներկայացնեն, բոլոր անարժան խուլիգան բանդային կներկայացնեն, քարոզը կանեն բացու Աստծու ներկայացնելիս եւ Աստծու քարոզը, Աստծու խոսքը տարածելուց։ Այո, Գարեգին բն, ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ինձ համար Գարեգին բն այն տեսակն է, այն որակն է, այն սքեմի տակ թաքնված խուժան ազնվորությունն է, ովքեր եկեղեցի կարևորությունը իր անձնական շահերի համար օգտագործում, որպեսզի վրեժխնդիր լինի, իր անձնական վրեժխնդրության համար օգտագործում, որպեսզի վրեժխնդիր լինի հայ մարդու որոշման հետ։ Ձայն Աստծո, ձայն բազմած։ Նիկոլ Փաշինյանը հայ մարդու որոշումն է։ Դու ով ես։ Դու քեզնից ինչ ես ներկայացնում։ Քեզ ով է ընտրել։ Նիկոլ Փաշինյանը ընտրել է հայ մարդը, Նիկոլ Փաշինյանը հայ մարդու որոշումն է, ձայն Աստծո, ձայն բազմած, դու ով ես քեմի տակ թաքնված խուլիգան, եւ դու այո, Սուրբ Էսմաշնի վռնդվելու ես, եթե դու քո համոզկանքով չհեռանաս, քեզ կհեռացնենք,
քեզ կհեռացնենք։ Ուրեմն այն մոլորված մարդիկ լուրջ խնդիր ունեն մտածելու, ոչ թե այս հարձակումները եկեղեցիների վրա է, այլ այս հարձակումը արդեն իսկ եկեղեցիների վրա հարձակված անհատական անուն ազգանունների վրա է, սիրելի մարդիկ։ Ինչպես 2018 թվականին հայ մարդը չհարձակվեց պետության վրա եւ հարձակվեց անհատական անուն ազգանունների վրա, ովքեր իսկ արդեն հարձակվել են պետության վրա եւ այո փրկեց իրենց պետությունը, իրենց պետության հետ կապ չունեցածներից, արևանգությունից։ Եվ հայ մարդը վերականգնեց իր սեփական որոշման իրավունքը, հայ մարդը վերականգնեց տասնյակ տարիներով իր սեփական ընտրությունից զրկված լինելու իրավունքը։ Սիրելի մարդիկ, այս հիմա մեզ բոլորիս հայտնի ես մարդիկ, գիտես ինչ, ես ձեզ մի բան ասեմ, էլի, ես նորից եմ ասում, ինչպես 2018 թվականին, որ հայ մարդը ոչ թե պետության վրա հարձակվեց, այլ իսկ պետության վրա հարձակվածների վրա հարձակվեց եւ մերժեց, հեռացրեց եւ վերականգնեց տասնյակ տարիներով արևանգած իր որոշելու իրավունքը, որ տասնյակ տարիներով զրկված էր որոշումի իրավունքից, ընտրելու իրավունքից, սեփական պետության իշխանության ճակատագիրը որոշելու իրավունքից։ Հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությամբ ձևավորված իշխանությունը, այո, շատ բաների հետևից է գնում։ Այո, հարձակվում է նրանց վրա եւ ովքեր հարձակվել էին մեր փոքրիկների, մանկապարտեզների, դպրոցների վրա եւ իրենց սեփական հորդյուքյանն են սարքել եւ վերադարձնում են մեր փոքրիկ բալիկներին։ Սա ոչ թե հիմա ոնց որ կանգնեն ասեն, իշխանությունը հարձակվում է դպրոցների, մանկապարտեզների վրա։ Ոչ, իշխանությունը չի հարձակվում դպրոցների, մանկապարտեզների վրա, իշխանությունը հարձակվել է եւ հարձակվելու է դպրոցների եւ մանկապարտեզների վրա հարձակվածների վրա, ովքեր հարձակվել են եւ իրենց սեփականությունն էին դարձրել։ Հիմա ոնց որ ասեն, իշխանությունը հարձակվում է այգիների խաղահրապարակների վրա։ Ոչ, իշխանությունը չի հարձակվում, հայ մարդը չի հարձակվում խաղահրապարակների այգիների վրա։ Հայ մարդը, իշխանությունը եւ հայ մարդիկ հարձակվել են եւ հարձակվելու են պարտեզների, այգիների, խաղահրապարակների վրա, արդեն իսկ հարձակվածների վրա։ Եվ այդ արևանգված այգիները, զարթված այգիները, խաղահրապարակները եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխան հայ մարդուն համապատասխան վերանորոգված վերադարձվելու է հայ մարդուն։ Այո, իշխանությունը այսօրվա եւ հայ մարդը 2018 թվականին չէին հարձակվել պետության վրա։ Իշխանությունը այսօրվա եւ հայ մարդիկ հարձակվել են 2018 թվականին պետության վրա, իսկ հարձակվածների վրա եւ սեփական պետությունը արևանգությունից վերադարձվել է հայ մարդուն, սեփական պետության իշխանության ճակատագրի որոշելու իրավունքը 7 հոգու որոշումից վերադարձվել է ամբողջ հայությանը, ամեն մի հայ մարդուն։ Հիմա էլ եկեղեցիներն է, մենք ոչ թե այսօրվա իշխանությունը եւ հայ մարդիկ ոչ թե հարձակվում են եկեղեցիների վրա, այո, այսօրվա իշխանությունը եւ հայ մարդիկ, սիրելի մարդիկ, այո, հարձակվելու են, ուղիղ հենց հարձակվելու են, արդեն իսկ եկեղեցիների վրա հարձակվածների վրա եւ արևանգված եկեղեցիները, Գարեգին բի կողմից արևանգված եկեղեցիները, Աստծո տները, հավատքը վերադարձվելու է իր սեփականության, այսինքն հայ մարդուն, ովքեր հայ մարդու սեփականության կարևորագույն այդ արժեքները, ովքեր եկեղեցու հեղինակությունը, կարևորությունը օգտագործում են իրենց անձնական վրեժխնդրության համար, ովքեր որ եկեղեցիների կարևորությունը, արժեքը, հարստությունը
օգտագործում են իրենց անձնական շահերի համար, օգտագործում են հայ մարդու կողմից մերժված քաղաքական խուլիգան բանդայի սատկած քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար։ Այո, Գարեգին բան, եկեղեցու կարևորությունը, բարձր արժեքը, հարստությունը, սրբությունը օգտագործում է, որպեսզի վրեժ խնդիր լինի Նիկոլ Փաշինյանից, այսինքն հայ մարդու ընտրությունից։ Եվ Գարեգին բանին Եվ ոչ մեկին, ոչ մի աստծուտնա մեջ թակամած է ծկեմի տակ թակամած գադագյուտեքի, մենք թույլ չենք տալ, որ եկեղեցու կարևորությունը իրենց անձնական վրեժխնդրության համար օգտագործեն եւ վրեժ լուծեն հայ մարդու ընտրությունից, այսինքն Նիկոլ Փաշինյանից։ Դա մենք ձեզ թույլ չենք տա, դուք այլևս բացահայտված եք, դուք վարկյան առաջ պետք է հեռանաք, պետք է լքեք, պետք է ազատեք եկեղեցիները ձեր անրևանգությունից եւ ձեր ներկայությունից։ Եթե դուք չհեռացաք, անպայման մենք ձեզ վարկյան առաջ քաշ տալով, քաղաքական մակարդակով, քաշ տալով, ուղղակի ձեզ դուրս կշպրտենք Աստծո օջախներից, այն օջախներից, որոնց հետ դուք երբևէ կապ չունեք, չեք ունացել, չեք էլ ուզում ունենաք, այո, դուք ուղղակի դուրս կվռնդվեք, այսքանը Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու, Աստծո, ուրեմն թող բոլոր ոռնացողները հստակ գիտակցեն, անկախ իրենց ոռնոցներից, անկախ իրենց բաներից, հայ մարդը չի հարձակվել եկեղեցու վրա, հայ մարդը հարձակվել է, եթե խոսքը հարձակվելու մասին է, հարձակվել է արդեն իսկ եկեղեցիների վրա, հարցավակվածների վրա, հայ մարդը ուղիղ հարձակվել է Գարեգին բեի վրա, ով եկեղեցու կարևորությունը իր անձնական վրեժխնդրության համար օգտագործում է, որպեսզի վրեժխնդիր լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումից, ընտրությունից, այսինքն Նիկոլ Փաշինյանից։ Դրա համար հայ մարդը, այո, ուղիղ հարձակվել է Գարեգին բեի վրա եւ իր ոհմակի, ովքեր եկեղեցու կարևորությունը, բարձր արժեքը շահարկում են իրենց անձնական վրեժխնդրությունների համար։ Իրենցը, ովքեր ամեն ինչի մեջ, ամեն խաղի մեջ կան, ամեն տեղ գտնելը փոխում են, բացի Աստվածաշունչը քարոզելուց, բացի Աստվածաշունչը ներկայացնելուց։ Աստծո լավ լինելու։ Սա իմ մտածումը, իմ պատկերացումը այս ամեն ինչի վրա։ Դե թող ոռնացողները որցան, պարզ է, որ ոռնալու են, այգիները, հայ մարդու սեփականությունը, այգիները, բանկ գրավ դրածները, հիմա էլ ոռնում են, ասում են, ոյ հարձակվում են այգիների վրա, արա չեն հարձակվում այգիների վրա, հարձակվում են արդեն իսկ այգիների վրա հարցավակածների, այգիները իրանց սեփականությունը բանկում լոմբարդ դրած գումար վերցրած իրանց սիրուհիների համար ներկայացգես առածների վրա եւ այդ զարգված այգիները վերադարձնում են իրանց սեփականատիրոջը, այսինքն հայ մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ոչ թե փանթի տեսքով, այլ եվրոպական բոլոր արժեքներով, կանոններով վերանորոգված տեսքով, հայ մարդու վայել, հայ մարդու հակով վերանորոգված տեսքով։ Այնց որ դուք դե հենց եք, որ հայ մարդը հարձակվում է արդեն իսկ հայ մարդու արժեքների վրա, հարցվակածների վրա, դուք տակ վերնագրում եք տվյալ ինստիտուտին, որ հայ մարդը այ հարձակվում է այս ինստիտուտի վրա, հայ մարդը ոչ մի պետական ինստիտուտի վրա, արժեքի վրա, հարստության վրա չի հարձակվում եւ չի էլ հարձակվելու, որովհետեւ հայ մարդը հարձակվում եւ հարձակվելու է պետական ինստիտուտների արժեքների վրա, հարձակվածների վրա, հասկացաք, ինչպես հարձակվել եւ ինստիտուտները արևանգությունից ազատել է եւ վերադարձրել է իր սեփականությանը, իր սեփականատերին, այդպես է դա լինելու է շարունակական բնույթ։ Դադարեք ոռնոցներդ կամ էլ ոռնացեք ձեր ոռնոցները որևէ եղանակ չի փոխում։ Ձեր ոռնոցները որևէ եղանակ չի փոխում։ Ուղղակի ձեզնից ոմանք եթե կանցնեն կարմիր գծերը, ձեզ կմտնեն համարձակ տղու կերպարի վրա անկանոն շարժումներ կանեն, հայ մարդու ոտքերի տակ կանհետանան, որևէ մեկը այս խոսքերի լրջության վրա չկասկածի։ 2018 թվականից ինչքան որ եղել են տենց կինոյի տակ մնացած, սերիալների տակ մնացած, իրենցից ոչինչ չասող կերպարներ, ովքեր այս խոսքերի, հայ մարդու խոսքերի վրա կասկածել են, դրել են կասկածի տակ, իրենք միջառեսուրս փոշմանել են։
Եվ այդ կասկածողները, հայ մարդու խոսքը կասկածի տակ դնողները միշտ փոշմանելու են։ Դրանում չկասկածեք։ Իմացողները լավ գիտեն։ Աստծով ամեն ինչ լավ է լինելու։ Արենվանգված եկեղեցիները վարկյան առաջ պետք է ազատագրվեն, պետք է փրկվեն։ Գարեգին բի կողմից արևանգված եկեղեցիները, հայ սուրբ առաքելական եկեղեցիները, հայ մարդու արևանգված հավատքը, սրբությունները, կարևորությունը պետք է վարկյան առաջ ազատագրվի գարեգին բի արևանգությունից, վարկյան առաջ։ Եվ ես իմ ամբողջ ուժով 24 ժամ հնարավոր եւ անհնարին ամեն միջոցներով պատրաստ եմ այդ ծառայությունս, այդ պարտքս, այդ ծառայությունս սրբորեն կատարելու։ Ուժերիցս առավել հնարավոր եւ անհնարին ամեն միջոցներով հնարավոր եւ անհնարին ամեն միջոցներով Աստծով լավ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։